Հանուն հոր և որդվո և ոգվին սրբո ամեն։ Սիրելի ավատացյալներ, այսօրվա ճաշու ընթերցվածքը, ավետարանական ընթերցվածքը Հովանու ավետարանի 7-րդ գլխի 37-րդ համարից է։ Մեծ տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր և աղաղակում էր ասելով։ Վերջին տոնն է ասում, մեծ տոնն է ասում, այսինքն զատկի։ Զատկի 7-րդ օրը, որը կոչվում էր տոն ժողովման, տոն հավաքության, տոն եկեղեցու։ Այսինքն այդ օրը ամենամեծ շուքն է, շուքով էր տոնվում։ Եվ ահա ամբողջ աշխարհից հրեաները գալիս էին, հեթանոսները գալիս էին Աստծու տաճար, որպեսզի հրեաները իրենց փառաբանությունը մատուցեին, հեթանոսներն իրենց հարգանքը ցույց տային։ Եվ ահա մեր Տեր Հիսուս Քրիստոսը կանգնած է և աղաղակում է։ Տեսեք, երբ որ պետք էր առաքյալների հետ, ժողովրդի հետ մտերմիկ զրույց ունենար, նստում էր, ինչպես լեռան քարոզի ժամանակ։ Այստեղ ցույց է տալիս իր քարոզի որակը, կանգնած աղաղակում էր։ Ինչու էր աղաղակում։ Նախ, որպեսզի լսելի լինի ամբողջ այդ մեծ համայնքին։ Երկրորդը արթնացնում էր մեր թմրած հոգին, մտնում էր մեր հոգու մեջ և այնտեղ աղաղակում բարձր ձայնով, որպեսզի մեր թմրած հոգին, մեր քնած հոգին, մեր սառեցված հոգին, մեղքերով պատված հոգին արթնանա, որովհետև մեղքը գոցել էր մեր ականջները, որպեսզի Աստծու փրկության խոսքը չլսեինք։ Եվ ահա Քրիստոս գալիս է, կանգուն է մնում, կանգնած աղաղակում է և ասում է. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։ Այստեղ եթե մեկը ծարավ է, այսինքն հավատքի ծարավ ունի, իմաստության ծարավն ունի, թող գա ինձ մոտ և ես նրան կարբեցնեմ, կխմեցնեմ։ Ահա սրա մասին է ասում Եսայի մարգարեն. ով դուք, որ ծարաված եք, գնացեք ջրի և դուք բոլորովին արծաթ չունեք։ Այսինքն, եթե ծարավել եք, եթե այդ հավատքի ծարավն ունեք, եթե իմաստության ծարավն ունեք, պետք է գնաք Սուրբ Հոգու մոտ, Աստծու մոտ, որովհետև ինքն է, որ կարողանում է իր ուրախությամբ, իր երջանկությամբ, իր աստվածային խոսքերով մեզ ուրախացնել, ինչպես ասում է 45-րդ գլխի 5-րդ համարում Սաղմոսերգում, գետերի հորձանքները զվարճացնում են Աստծու քաղաքը։ Մենք Աստծու քաղաք կոչվեցինք, երբ որ Սուրբ Հոգին մեր ներսով հոսում է, ահա մեզ ուրախացնում է, մեզ զվարճացնում է։ Եվ եթե ծարավել ենք, եթե մեր այդ ծարավությունն ենք զգում, ահա Սուրբ Հոգին է, որ մեզ կարողանում է զվարճացնել, ուրախացնել, երջանկացնել։ Առակների 5-րդ գլխի 16-րդ համարում այսպես է ասում. թող քո ջրերը բխեն քո աղբյուրներից և քո փողոցով թող հոսեն դրանք։ Ասում է թող աղբյուրներ հոսեն։ Ինչու այստեղ ջուր կոչեց, որովհետև ջրով մաքրվեցինք և խաչելության ժամանակ ջուրը հոսեց արյան հետ, ջրով մկրտվեցինք և արյունով խմեցինք, արյունը խմեցինք, որպեսզի մեր կատարյալ մաքրությունը տեղի ունենա, մեր կատարյալ նվիրումը տեղի ունենա։ Եվ ասում է, ով որ ծարավ է, թող գնա ջրերի մոտ, և նրա որովայնից ջրերի աղբյուրներ կհոսեն։ Եվ ասում է, սա ասում էր Սուրբ Հոգու մասին, որովհետև դեռ Սուրբ Հոգին չկար և Քրիստոս դեռ չէր փառավորվել։ Սուրբ Հոգու մասին էր ասում սա, այս ամենը Սուրբ Հոգին էր, որ պետք է մտներ մեր որովայնները և այնտեղից հավատքի և իմաստության ջրերը բխեցներ։ Սուրբ Հոգի է կոչում, ինչու, որովհետև Սուրբ Հոգին վերցվել էր մարդու վրայից և մարդը դարձել էր
ուղակի մեղքի էակ, մարդը այլևս փրկություն չուներ, որովհետև Սուրբ Հոգին վերցվել է, ասում է ես իմ հոգին հավիտյան չեմ թողնի նրանց մեջ, որովհետև նրանք մեղավոր են։ Իսկ շարականագիրն ասում է Սուրբ Ներսես շնորհալին, հոգով լցեր մարդ առաջին, որ կորուսյալ խապմամ չարին, ըստ նույն հոգին բանիվ քոհին, հեղեր հոգիր մեր վերստին։ Այսինքն հոգով լցվեց առաջին մարդը, որ կորցրեց չարի խապմամ, նույն հոգին քո լցրեցիր։ Բանիվ քոհին հեղեր հոգիս մեր վերստին, այսինքն հեղեցիր քո Սուրբ Հոգին մեր անձերի վրա վերստին։ Եվ սա տեղի ունեցավ Պենտեկոստեի ժամանակ, որովհետև ասում է եւ նրանք լցվեցին Սուրբ Հոգով, մինչ այդ մարգարեները ազդմամբ էին Սուրբ Հոգով հոգին ստանում, մասնակի, եւ ահա առաքյալները ամբողջապես լցվեցին Սուրբ Հոգով, որպեսզի կարողանան մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ամբողջ աշխարհում պատմել եւ նրանց առաջնորդել դեպի ճշմարիտ դավանությունը, ուղղափառ հավատքը։ Եվ ահա Սուրբ Հոգին եկավ եւ առաքյալների վրա նստեց, ոչ թե ազդմամբ, այլ կատարելապես լցնելով նրանց վրա լցրեց։ Եվ մենք կարողացանք փրկվել չարի բոլոր որոգայթներից, որովհետև ինքը երբ որ եկավ, մենք ունեցանք հավատքի ճշմարիտ դավանությունը, իմացության ճշմարտությունը, զերծ մնացին կռապաշտությունից, մեր Տերը ազատեց մեզ կռապաշտությունից, ամեն ինչից ազատեց եւ մեզ իր որդին դարձրեց, մեր մարդկային բնությունը տարավ եւ հոր աջ կողմը նստեցրեց, եւ Սուրբ Հոգու դարաշրջանը բացվեց, փրկագործության դարաշրջանը, եկեղեցու դարաշրջանը, ուղղափառ հավատքի դարաշրջանը, ճշմարիտ վարդապետության դարաշրջանը, ինչպես ասում էր հենց այսօրվա ճաշում թերծվածքի մեջ ճշմարիտ վարդապետությամբ, եւ ասում է դրանց բերանը պետք է փակել, ովքեր որ ճշմարիտ վարդապետություն չունեն, ովքեր որ ուղղափառ դավանանք չունեն, առաքյալն ասում է դրանց բերանը պետք է փակել։ Այսօր էլ չէ, այս երկու օրերը մեր հավատացյալները Facebook-յան այդ քարոզարշավին ոմանք մաստակից եղան, ոմանք ընդդիմացան, որ պատգամավորներից մեկը եւ նախկին հոգեվորականներից մեկը խոսեց ուղղափառ եկեղեցու մասին։ Սիրելի հավատացյալներ, հայ առաքելական կոչվում է արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքի մի անդամն է եւ մեր եկեղեցին ուղղափառ է կոչվում։ Սրա մասին է վկայում Սուրբ Գրիգոր Լուսավորիչը իր Աքաթանգեղոսը նկարագրում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի վարդապետությունը եւ այնտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մեր եկեղեցին, մեր վարդապետությունը ուղղափառ վարդապետություն է անվանում։ Սրա մասին է խոսում ամեն կիրակի քահանաները պատարագից առաջ եւ այն քահանաները, որոնք որ արդեն կարգալույծ են եղել եւ այս հիմար անիմաստ տողն էին կիսվել, կարծես թե մի մեծ բան անելով, ամեն պատարագից առաջ նրանք կարդում էին Տաթևացու ուղղափառ դավանությունը։ Եթե չէիք ընդունում, որ մեր եկեղեցին ուղղափառ է, մեր եկեղեցին ոչ թե չարափառ է, այլ ուղղափառ է, ինչու եք կարդում։ Եվ միթե այդ նախկին հոգևորականները, կարգալույծ հոգևորականները չէին ականջալուր չէին եղել շարականագրին, որտեղ որ հայրապետած շարականի մեջ, օրհնության շարականի մեջ հստակ ասում է ուղղափառ դավանությամբ դավանեցին Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ես մեկնաբանությունների բաժնում մանրամասնորեն դրանց մասին կգրեմ։ Եվ Ողորմիայի շարականի մեջ կրկին ուղղափառ դավանություն է ասում, որ մեր հայրերը Նիկիայում, Կոստանդնուպոլսում եւ Եփեսոսում ուղղափառ դավանությամբ դավանեցին Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ահա սրա մասին է ասում նաեւ Սուրբ Ներսես շնորհալին։ Պարգևյա ինձ ուղղափառ հավատքով, ուղղափառ հավատք ինձ պարգևիր։
Եվ եթե մեղադրում են, որ 2018 թվականին կոչվել է ուղղափառ եկեղեցի, ահա թող գնան եւ Երուսաղեմի պատրիարքանի վրա գրած է Armenian Orthodox Patriarchate, այսինքն հայկական ուղղափառ պատրիարքություն։ Մինչ Գարեգին երկրորդի գահակալությունն էր դա արդեն իսկ արված, իսկ 1990 թվականին, երբ որ եկեղեցիները հավաքվում են Վազգեն Վեհափառի տնօրենությամբ, ես կարող եմ այդ նամակն էլ, այդ հոդվածն էլ ձեզ տրամադրել, հայ առաքելական Սուրբ եկեղեցին կոչվում է Արևելյան ուղղափառ եկեղեցի։ Ահա առաքյալն ասում են նրանց բերանը պետք է փակվել, պետք է փակել, որովհետև հայրերը եւ ճշմարիտ վարդապետություն ունեցողները խոսում են ուղղափառության մասին, խոսում են ճշմարիտ փառաբանության մասին, որոնք որ այդ մարդիկ կարծես թե հեռու լինելով ուղղափառ դավանանքից, ճշմարիտ հավատքից վարդապետության դեմ խոսեցին, վարդապետության դեմ չարություն արեցին։ Եվ ահա մեր Տերն ասում է, որովհետև Սուրբ Հոգին չէին ստացել, որովհետև ճշմարիտ վարդապետությունը դեռ նրանք չէին ընդունել, այդ քաջությունը չէին ընդունել, Սուրբ Հոգու բազմապատիկ պարգևները չէին ընդունել, դրա համար գետեր է անվանում։ Ինչու է գետեր անվանում։ Եվ սա նաև կոչվում է մեր հավատքի, մեր դավանաբանության իմաստության մասին եւ սրբության մասին, որովհետեւ ինչպես որ գետը նախ ծածուկ տեղից է դուրս գալիս երկրի ընդերքից եւ այնուհետեւ բացահայտ հոսում ամեն մեկի մեջ, այնպես էլ Սուրբ Հոգին, երբ որ մտավ մեր մեջ, ծածուկ երևաց, ծածկապես բխեց եւ այնուհետեւ ամբողջ մարդկությունը տեսավ քրիստոնեական ճշմարիտ վարդապետության ամբողջ գեղեցկությունը եւ հավատքը գետ է անվանում, որովհետեւ մշտահոս է եւ կենթանացնում է բոլորին։ Ահա այդ նույն օրինակով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունը, ուղղափառ վարդապետությունը հոսելով ամբողջ աշխարհում նրանց կենթանացրեց անհատահոս վիճակով։ Եվ ասում է դեռ մեր Տեր Հիսուս Քրիստոսը չէր փառավորվել, սա խաչի մասին է խոսում, խաչի փառաբանության մասին է խոսում, որովհետև խաչելությամբ հայտնի եղավ նրա Աստծու որդի լինելը, ինչպես հարուրապետը կանգնեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ եւ ասեց. արդարև Աստծու որդի էր։ Ինչու։ Մի քանի օրինակներով, որովհետև խաչելության ժամանակ երկինքն ու երկիրը խավարեցին, արևն ու լուսինը իրենց աչքերը փակեցին, որպեսզի չտեսնեն այդ ամոթը, որպեսզի իրենց արարչին մերկացած չտեսնեն։ Գերեզմանները բացվեցին եւ սուրբերը այնտեղից ելան եւ տեսան ամբողջ մարդկությանը եւ մարդկության եւ աստվածային բնության միջնորմը, որը փակված էր վարակույրով, պատռվեց եւ երկու մասի բաժանվեց։ Եվ ահա նաեւ խաչելությամբ կապեց սատանային եւ իր խաչով սպանեց թշնամությունը, սատանայի ամբողջ զորությունը, որպեսզի մենք կարողանանք խաչի զորությամբ պատասպարվելով եւ խաչ եւ սատանայի գլուխը ջախջախելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի արժանի զավակը լինենք։ Ահա սրա մասին է ասում, դեռ Հիսուս Քրիստոս չէր փառավորվել։ Այո, դեռ խաչի զորությամբ, դեռ խաչի փրկագործությամբ, դեռ սատանան չէր կալանավորվել, այսպես ասած, դեռ չէր շղթայակապվել եւ անդունդը նետվել, որովհետեւ ահա Սուրբ Հոգու գալուստով Պենտեկոստեյով եկեղեցու հազարամյա թագավորությունը հաստատվեց ճշմարիտ վարդապետությամբ, որովհետեւ ասում է իմ եկեղեցին կհիմնեմ քո վրա,
եւ դժողքի դռները նրան չեն հաղթահարի։ Ահա տեսեք սիրելի ավատացյալներ, մեր Տերը եկավ, իր ճշմարիտ վարդապետությունը բերեց, որպեսզի մենք կարողանանք այդ ճշմարիտ վարդապետությամբ, ճշմարիտ խոստովանությամբ, ուղղափառ դավանությամբ անդադար փառավորել Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։ Հիմա կարող եք ձեր հարցերը տալ։ Հա, իհարկե։ Տեսեք, եկեղեցին ունի 3 անուն. ընդհանրական, առաքելական եւ ուղղափառ։ 1054 թվականին, երբ որ քաղաքեդոնական երկու մասի բաժանվեց, կաթոլիկ ընդհանրական, այսինքն կաթոլիկները, քանի որ մեծ էին, արևմտյան եկեղեցին մեծ էր, ինքը վերցրեց ընդհանրական ձևակերպումը։ Հունած եկեղեցին վերցրեց ուղղափառ անունը եւ մենք վերցրեցինք առաքելական եկեղեցին։ Երբ որ մենք ասում ենք ուղղափառ, առաքելական եւ ընդհանրական, դեռ չի նշանակում, որ հայ առաքելական եկեղեցին ընդհանրական եւ ուղղափառ եկեղեցի չէ, որովհետեւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին հավատամքի ժամանակ ինչ են կարդում, հավատամք ընդհանրական եւ առաքելական Սուրբ եկեղեցին, այսինքն մենք այդ ընդհանրական եկեղեցու, առաքելական եկեղեցու մի մասն ենք եւ ոչ ոք չի կարող ասել, թե առաքելական եկեղեցին ուղղափառ չէ, որովհետև եթե նման բան են ձևակերպում, դա նշանակում է, որ իրենք խոստովանում են, որ հայ առաքելական եկեղեցին ըստ իրենց պատկերացման, ոչ թե ըստ մեր պատկերացման չարափառ է։ Իրենք են դա մեզ վերագրում, իրենք են մեզ փորձում իրենց մտածելակերպով նսեմացնելով, որ դուք մեզ են ասում, որ դուք չարափառ եք, որտեղ ուղղափառ չեք։ Եվ դա եղավ մի նախկին եպիսկոպոսի, հիմար արդեն կարգալուց է եղել, մենք շատ իրավունքներ ունենք, ձևակերպմամբ, սխալ ձևակերպմամբ, այդ եպիսկոպոսի դավանաբանության մասին մենք շատ լավ տեղյակ ենք, ինչ դավանանք ունի այդ նախկին եպիսկոպոսը, արդեն Արման Սարոյանը, ինչ դավանանք ունի, մենք շատ լավ գիտենք։ Իրանք ինչին են հավատում, իրենց այդ կրոնական կազմակերպությունը ինչ դավանանք ունի։ Մի քիչ պետք է զուսպ լինեն։ Որտեվ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, սիրելի ավատացյալներ, առաքելական է, ուղղափառ է եւ ընդհանրական է։ Իրանք էլ վստահաբար իրենք էլ են ասում, որ իրենք առաքելական են, ըստ իրենց պատկերացմամբ։ Դա արդեն իրենց խնդիրն է, դա արդեն օրթոդոքսները իրենք ինչ կմտածեն, դա իրենց խնդիրն է, կաթոլիկները ինչ կմտածեն, դա իրենց խնդիրն է։ Մենք այսօր ազգային, եկեղեցու, առջև ծառացած շատ մեծ խնդիրներ ունենք։ Եվ այդ խնդիրները պետք է լուծվի ճշմարիտ դավանանքով։ Հա, Սեդա ջան։ Այո, հենց այդպես է, ուղիղ փառաբանություն։ Ուղիղ փառաբանություն, դրա համար ես հիշատակեցի Գրիգոր Տաթևաց ուղղափառ դավանությունը, որ ամեն կիրակի մենք ընթերցում ենք։ Ես հիշատակեցի շարականները, որը թարգմանությամբ մեկնաբանությունների բաժնում կդնեմ, Գրիգոր Լուսավորչի ուղղափառ դավանությունը, Սուրբ Ներսե շնորհալու Պարքևիային ուղղափառ հավատքով ուղղափառ։ Բայց քանի որ այս մարդիկ տգետ են, անուս են,
իրենց ինչ հիմարություն որ ասես, իրենք ընդունողն են լինում, այդ սպունգն են լինում։ Եվ եթե ասում են, որ ռուսներին հաճոյանալու համար են դա անում, ռուսների հետ խառնելու համար են անում, սիրելի հավատացյալներ, հայոց պատրիարքությունը, Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Armenian Orthodox պատրիարք, այսինքն հայկական ուղղափառ պատրիարքություն։ Դա եղել է շատ շուտվանից։ Մենք նկարը կտրամադրենք կրկին մեկնաբանությունների բաժնում։ Քա իհարկե։ Այո, շատ մեծ գումարներ են առաջարկել, ոմանց ավտոներ, ոմանց տներ։ Դա իրենց խնդիրն է, թող իրենք ինչ ձևակերպում ուզում են տալ, բայց շատ քահանաներին, շատ գնդերեսներին ահա որ մեծ գումարներ են առաջարկել, ինչը որ մենք գիտենք, եւ մեր տղերքը ապրեն իրենք, հիանում եմ ես իրենցով, հիանում եմ այսօրվա ճշմարիտ դավանաբանություն, ուղղափառ դավանաբանություն ունեցող մեր քահանաներով, որոնց ոչ իշխանությունները, ոչ պետությունները, ոչ հուրը, ոչ սուրը, ոչ փողը, ոչ էլեկտրական ավտոմեքենան, ոչ հազարավոր դոլարները, նրանց չհեռացրեցին Քրիստոսի սիրուց, մնացին ճշմարիտ դավանաբանության մեջ և Դիոկլետիանոսները, հավատուրացություն պահանջողները խայտառակ եղան, այսինքն ամբողջ մի զորահրամանատարական տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչներ մեր քահանաներին առաջարկեն պատարագի եղծումը, պատարագի խանգարումը, պատարագի կոնսպեկտը, ապրեն մեր տղերքը, ապրեն մեր քահանա հայրերը, մեր սարկավակները չընկրկեցին, չհնազանդվեցին եւ ընդամենը, եթե չեմ սխալվում, 2 սարկավակ է հնազանդվել, մնացածը ճշմարիտ դավանաբանության, ճշմարիտ փառաբանության մեջ մնացին։ Աստված օրհնի մեր եկեղեցին, ժողովուրդ ջան, Աստված պահի։ Էլի հարցեր։ Հա, իհարկե։ Որովհետև այդ պահին ինքը կեղծավորություն էր անում, բարի էր անվանում, չիմանալով թե դիմացին ով է, բայց մի ուրիշ տեղ էլ ասում է բարի ծառա, ասում է բարի ծառա, եկ իմ հանգստի մեջ, քչի մեջ հավատարիմ եղար, շատի մեջ էլ հավատարիմ կլինես։ Այստեղ մեր Տերը շատ հաճախ փարատում է կեղծավորության մեղքը, մաքրում է, որովհետև չի կարելի կեղծավոր լինել, մեկին չճանաչելով ասել բարի մարդ, մեկին չճանաչելով շողոքորթել, առհասարակ չի կարելի։ Հա, Սեդա ջան։ Դա արդեն իրենց խնդիրն է, ես խնդիր չունեմ, ամեն մեկ իր տեղն է պատասխան տալու, ես իմ տեղն եմ պատասխան տալու, այդ մարդիկ իրենց տեղն են պատասխան տալու, մյուսները իրենց տեղն են պատասխան տալու, դրա համար պետք է
ամեն մեկը մտածի, թե ինչ է անում։ Փողը եւ իշխանությունը, իշխանության ձգտումը, այդ ցանկությունները դրանք նորմալ ցանկություններ չեն, դրանք մեղքի ցանկություններ են։ Որովհետև ասում է հիմար ծառա, ասում է այսօր քո հոգին վերցնելու եմ քեզանից։ Աստվածաշունչն է ասում։ Ում է մնալու քո այդ հարստությունը, քո գումարը, քո այդ երազած փառքերը ում են մնալու։ Իսկ մեզ դրա համար երբ որ մենք Սուրբ Հոգին ենք ստանում, պետք է մեր առջև միշտ ունենալ Հիսուս Քրիստոսին։ Պետք է մեր աչքերի առջև միշտ ունենալ Հիսուս Քրիստոսին։ Որովհետև եթե երկու կոպեկով մարդիկ խաբվեցին, էլեկտրական ավտոյով մարդիկ խաբվեցին, իշխանությունների սպառնալիքով մարդիկ խաբվեցին, ինչ է, պետք է կարողանան արդարանալ, ասելով մեզ սպառնում էին, հայրերին էլ էին սպառնում։ Առաքյալներին էլ սպառնացին մահվամբ, ջախջախելով։ Բայց տեսեք, առաքյալները մինչև Սուրբ Հոգին ստանալ հենց սրա մասին է ասում այսօրվա ավետանը, դեռ Սուրբ Հոգին չէին ստացել, որովհետև դեռ Հիսուս փառավորված չէր։ Տեսեք, Սուրբ Հոգին ստանալուց առաջ եւ հետո տեսեք առաքյալների վարքագիծը կատարելապես փոխվում է։ Խաչելության ժամանակ փախան, ընդամենը 12 օր հետո, 50 օր հետո, հարությունից 50 օր հետո, Պենտեկոստեն երբ որ ստացան, եղան անպարտելի վեմեր, չջախջախվող վեմեր, եղան անպարտելի քարոզիչներ, որովհետև երբ որ Սուրբ Հոգին մտնում է մեր մեջ եւ մենք թույլ ենք տալի, որ ինքը մեր կյանքից ներս գործի, քաջություն է տալի։ Առաքյալն ասում է, քեզ վախկոտության ոգին չտվեցի, երկչոտության ոգին չտվեցի, այլ քաջության ոգին տվեցի, անպարտության ոգին տվեցի։ Այդ գումարների հանդեպ դու հաղթանակ ունենաս։ Վախկոտություն ոչ միայն զենքից, ոչ միայն բարձր ձայնից, գոռալուց, սաստելուց, այլ նաև այդ իշխանությունից, այլ նաև այդ գումարներից, դու ավելի քաջ գտնվեցիր, քան այդ գումարը, քեզ առաջարկված գումարը։ Պետք է ամուր լինենք, սիրելի հավատացյալներ, հավատալով մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Շատ բարի սիրելի հավատացյալներ, շնորհը խաղաղությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։